Հարգելի գործընկերներ, հարցեր պարոն Միրզոյան, Տիկին Խաման, համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն Միրզոյան, նախ աչքներս լույս, 2 տարի մեր հանձնաժողով չէիք եկել։ Բազմաթիվ կուտակված հարցեր կան, ես 4-ն եմ առանձնացրել, դրանցից իհարկե մեկն է վերաբերվում մեր բուն հանձնաժողովի աշխատանքներին, 2-ը ԱԳՆ-ին է վերաբերվում։ Նախ պարոն Միրզոյան, որպես նախկին ճեմարանական, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը այն արշավի նկատմամբ, որ սկսվել է Հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Պարոն Միրզոյան, ես այսօր առավոտյան 2 ժամ լսում էի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ձեր պատասխանները խաղաղության համաձայնագրի հետ կապված եւ մի հարցի պատասխան այդպես էլ եւ այս ընթացքում նաեւ չկարողացա ստանալ, որ եթե այդքան լավն էր այդ համաձայնագիրը եւ չկար որևէ նախապայման, որը չի բավարարվել մեր կողմից, ինչու տեղի չունեցավ ոչ թե նախաստորագրում, այլ ստորագրում։ Պարոն Միրզոյան, իմ երրորդ հարցը վերաբերվում է այն սկանդալին, որի մեջ հայտնվել էր արտաքին գործերի նախարարությունը, մասնավորապես մի աշխատակցի հետ կապված, որը կասկածվում էր Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու, առանց խախտելու որևէ մեկի անմեղության կանխավարկածը։ Այդուհանդերձ ինձ հետաքրքիր է, թե ինչպես է աշխատում ի վերջո արտաքին գործերի նախարարությունը, աշխատողների համար ինչ-որ տրեյնինգներ անցկացվում են, չեն անցկացվում, ինչ աշխատանքներ եք դուք իրականացնում նման դեպքերից, նորից չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, խուսափելու համար։ Եվ մի հարց էլի ԱԳՆ-ի հետ կապված, պարոն Միրզոյան, Բորիս Ավագյանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, սպանված են գտնում Սանկտ Պետերբուրգի մեր հյուպատոսարանում։ Սրա մասին որևէ հստակ մեկնաբանություն, բացատրություն, արձագանք ըստ էության չեղավ եւ նաեւ մեր պատկան մարմինները, եթե չեմ սխալվում, 2 թե 3 օր հետո անդրադարձան տեղի ունեցածին։ Ինձ համար սա մի անհասկանալի իրավիճակ էր, որովհետեւ մարդը փաստորեն փախել էր դատարանից, փնտրելով ապաստարան Հայաստանի Հանրապետության հյուպատոսարանում։ Այդ շենքի պատերից ներս ինքը ապաստարան էր փորձում փնտրել եւ նաեւ պահանջ էր ձևակերպել, որ իրեն արտահանձնեն Հայաստանի Հանրապետություն։ Դա տեղի չունեցավ, փոխարենը մի քանի ժամ անց մարդուն գտան սանհանգույցում։ Եվ մեր հանձնաժողովի մասով բուն։ Տեսեք, ԵԱՏՄ-ն դա միասնական մաքսային տարածք է։ Դա ապրանքների տեղաշարժի, վերահսկման միասնական ռեժիմ է։ Հիմա երբ որ Ադրբեջանից բեռը գալու է Հայաստանի Հանրապետություն, պետք է միաքսային վերահսկողության ենթարկվի ըստ էության։ Բայց մյուս կողմից հայտարարվում է, որ վերահսկողություն ըստ էության չի իրականացվելու, անխոչնդոտ է լինելու, գոնե մենք հիմա այդպես ենք հասկանում, նաև հետևելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Սա արդյոք չի հակասում ԵԱՏՄ-ի հիմնական պայմանագրին, առհասարակ թրիփ ԵԱՏՄ, այստեղ կա հակասություն, թե չկա հակասություն։ Այս մասով մեր ԵԱՏՄ գործընկերների հետ զրույցներ, խոսակցություններ եղել են, չեն եղել եւ առհասարակ կարող եք ասել թրիփի մասով երբ է լինելու բացվածքը, որտեղից է սկսվելու, որտեղ է ավարտվելու կահավորումը, ոնց է լինելու, առհասարակ ինքը իրենց ինչ է ներկայացնելու, ինչ ռեժիմ է ներկայացնելու, այսքանը։ Համեցեք պարոն Միրզոյան։ Դե Տիկին Խաման, կարող եմ միայն ինչ անել, աչքալուսանք ինչ են անում, ընդունել, ողջունել, շնորհակալ եմ, բայց նաև իհարկե կարևոր է տեղեկացնել հանրությանը, որ որևէ կերպ մեր հանձնաժողովի շրջանակներում
չհանդիպելը չի խոչընդոտել, որպեսզի մենք կարողանանք ավելի հաճախ հանդիպել եւ քննարկել ձեզ հուսող բոլոր հարցերը, այդ թվում եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի շրջանակներում։ Անդրադառնամ ձեր բարձրացրած 5, եթե ճիշտ հասցրեցի հաշվել հարցերին, ձեր առաջին հարցը հնչում էր հետեւյալ կերպ. որպես նախկին ճեմարանական ինչպես եմ գնահատում եկեղեցու դեմ արշավը։ Տիկին Խամոյան, ես չհասկացա, այս պատմության մեջ ով էր նախկին ճեմարանականը։ Ես նախկին ճեմարանական չեմ, դուք էլ խիստ կասկածում որ նախկին ճեմարանական լինեք հայտնի հանգամանքների բերումով, հետեւաբար ձեր հարցի պնդման այս հատվածը չի համապատասխանում իրականությանը։ Երկրորդը, դե հայտնի չի, որ ճեմարանական միայն արական սեռի ներկայացուցիչներ են լինում։ Չէ, հայտնի հանգամանք է դա։ Ես ճեմարանական չեմ ձեր տեղեկությունները։ Պարոն Միրզոյան ասում է չի եղել ճեմարանական։ Հնացած են ձեր տեղեկությունները։ Հնացած չեն, ճիշտ չեն։ KGB-ի տեղեկությունները։ Շարունակելով, ցավոք սրտի Տիկին Խամոյան, ձեր հարցապնդման ոչ միայն այս հատվածն էր սխալ, այլև երկրորդ հատվածը եւս հայ առաքելական եկեղեցու դեմ պետության արշավ ուղակի չկա, հետեւաբար ես դա չեմ կարող մեկնաբանել։ Եթե դուք նկատի ունեք հայտնի մեղադրական բանով, մեղադրանքներով կամ կասկածով, նույնիսկ ճիշտ իրավական ձևակերպումները շատ լավ չգիտեմ, հոգևորականների մի քանի հոգևորականների ձերբակալությունը, կալանքը, չէ, կալանքա կիրառված, ապա այստեղ կարող եմ ասել, որ որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում օրենքից վեր չի, վերջո այդքան ասում ենք օրենքի առջև բոլորը հավասար են, բայց ինքներս չհավատանք դրան, միշտ ամեն անգամ երբ որ մեկ էլ կասեն, եթե ինչ որ գիտեք, երբեմն ամենազավեշտ տարիներն է մեղսագրվող արարքի մեղքի խոստովանությամբ նույնիսկ այդ մեղադրվող անձի կողմից նույնիսկ խոստովանության պարագայում կասեն, եթե լինում է ձերբակալություն, կալանք, վճիռ որևէ, կասեն, ինչպես կարելի է, այսինքն չգիտեմ, հայտնի դիրիժորին, հայտնի նկարչին բան անել։ Մեր մշակութային շատ լավ ողջ հարգանքով հանդերձ, եթե այդ արարքը կատարվել է, նայել ընդունում է եւ օրենսգիրքն նախատեսում է այդպիսի սանկցիա զուտ այն բանի բերումով որ այդ մարդը նկարիչ է կամ անվանի չգիտեմ բանաստեղծ է ուրեմն ինքը կարա չափազանցնում եմ խտացնում եմ գույները որպեսզի հանգարց չասոցացնե կոնկրետ մարդկանց հետ ուրեմն լավ նկարիչը կարա գողություն անի կարա մարդ սպանի օրենքի առջև բոլորը հավասար են այդ թվում եւ սխալ բան եմ ասում պարոն Նազարյան հա հետեւաբար կլինի դա ինձ ինչքանով հասցրել եմ հետևեմ շատ մանրամասն չգիտեմ օրինակ հեղաշրջման կոչի բանը քաղաքական հարկադրանքը բանի քաղաքական ակցիաներին մասնակցելու այդ մասին էլ կարծես թե ինչ որ բան եղավ հանրային անդրադարձ գերակա մեղմ ձևակերպումներ ասում որոշակի կազմակերպությունում տվյալ դեպքում հայ առաքելական եկեղեցում ավելի գերակա հիերարխիայի մեջ գերակա դիրք ունեցողի կողմից հարկադրանք ավելի ցածր աստիճանի վրա կանգնած սպասավորներին ընտանիքի անդամների հետ մասնակցել քաղաքական ակցիաների եւ այլն որքան գիտեմ իմ իրավաբանական շատ մակերեսային գիտելիքները եթե ինձ թույլ են տալիս եթե ճիշտ են դրանք ինձ թույլ են տալիս ասել որ սրանք հարցեր են որոնց հետ պետությունը պետք է գործ ունենա չի կարող անտեսի հետեւաբար վերագրել այս հարցերը եկեղեցու դեմ արշավ դարձնել անվանել մի քիչ շատ մեծ բան է ինչ անունը ուրճացում է եւ չափազանցություն որը մեկը հերթական ներողություն եթե անկեղծ ենք խոսում ձեր քաղաքական ուժի կողմից փչած զանազան տարբեր փուչիկների պես առաջիկա մի օր կպայթի։ Հետևաբար առաջին հարց ես ամբողջ ուզեմ ասել, որ ես ձեր առաջին հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ձեր առաջին հարցը ճիշտ չի ձևակերպված, մեջ պարունակող տեղեկությունները սխալ են։ Ինչու նախաստորագրում ոչ թե ստորագրում։ Եվ եթե այդքան լավներ